Նախ, եթե ԿՊ-ի հայտարարությունների վրա ենք հիմնվում, մենք պիտի որ անհանգստանալու որևէ բան չունենանք, որտեղ ԿՊ-ի հայտարարությունների 90%-ը վերջում կեղծ է դուրս գալիս, 180 աստիճան հակառակ պատկեր է լինում, միած նախընտրական խոստումները նայեք, բայց ես եկեք այդպես այդպես մեկնաբանեմ։ Ես նախ կտրուկ դեմ եմ այդ ռեժիմը խոճապի մեջ է, այդպիսի որևէ ձևակերպման, մենք գործ ունենք իսկապես բռնատիրական, ավտորիտար մեթոդներով գործող իշխանության հետ։ Բայց եթե ընդդիմությունը չունի վարկանիշ, որևէ սպառնալիք իրենց չի ներկայացնում, 0% հեղինակություն ունի, իրենք ինչ են անդադար ընդդիմությունից խոսում։ Ինչն է իրենց անհանգստացնում, զրո ազդեցություն ունեցող ուժերի մասին, այդքան նվիրում են ժամանակի մեծ մասը, ճեպազրույցների, հայտարարությունների մեծ մասը, եթե իրենք անհանգստանալու բան չունեն, մեծամասնությունն էլ չանցեմ սահմանադրական մեծամասնություն են վերցնում, սա նման է այն ուժի վարքագծին, որը սահմանադրական, այսինքն 70% է գնում վերցնի։ Եթե 70% են վերցնում, Գյումրու սցենարից օրինակ ինչի են վախենում։ Գյումրու սցենար չի կարող ունենալ, եթե իրենք 70% են։ Դեմից չեք ասում, որ միավորվել է։ Դեմից ասում եմ միավորվելու է ընդդիմությունը։ Դեմից ասում եմ միավորվելու է ընդդիմությունը։ Կարապետյանը միավորվել է։ Ընդդիմությունը, այսինքն ընդդիմությունը ոչ մի գաղտնի սցենարներ չի խաղարկում, շատ պարզ ելակետից ենք ելնում, ասում ենք հետևյալը։ Այս պահին որևէ ուժ չունի մեծամասնություն եւ չի կարող միայնակ այս իրավիճակը փոխել։ Ակնհայտ է, որ ինչ-որ պահի ուժերը պիտի համագործակցեն։ Ես չեմ խոսում կոալիցիայի մասին, կոնկրետ ձևի մասին չեմ խոսում։ Ասում եմ, որ մի քանի ուժի համագործակցություն անհրաժեշտ լինելու իրավիճակը փոխելու։ Ում շուրջ կլինի, ժողովուրդ ջան, այն սցենարներ, որ ձեզ փորձում են վախեցնել, որ դուք կքվեարկեք մեկին, մյուսը կգա իշխանություն, սուտ են ասում։ Բնականաբար կոնսոլիդացիան ու կոալիցիան կամ համագործակցությունը պիտի լինի այն ուժի շուրջ, ում դուք ամենաշատը ձայն եք տվել։ Ամբողջ իրականությունը, ամբողջ զարգացումները որոշում եք դուք։ Ձայն կտակ որևէ ուժի 50+, որևէ համագործակցության կարիք չի լինի։ Որևէ համագործակցության կարիք չունի, դա որոշում է ժողովուրդը։ Հիմա գալով ԿՊ-ին ու այս բանի նարատիվներին, որ ուզում են ներշնչել, սա ինքնավստահ ուժի պահվածք չի, ինքնավստահ ուժը ամբողջ օրը չի սպառնում իր ժողովրդին պատերազմով, չի սպառնում, որ ընդդիմադիրները կգան իշխանություն կվերցնեն, ու ինքնավստահ ուժը այսպիսի ցայտնոտնի մեջ ընկած, ինչ ասել է ու ինչ անգամ ինքը չի ասել, հիմա իրականություն չի դարձնում։ Ես մի հատ պարզ բան ասեմ, էլի ԿՊ-ն 2 օր առաջ հայտարարեց, որ Հայաստան խմբակցության նախաձեռնությունը, որ մենք խորհրդան էինք բերել, թոշակների ինդեքսավորումը, իրենք վերցնում են անում են։ Այս ինքնավստահ ուժի պահվածքը, այսինքն 70% ունեն ու չգիտեն էլ ինչ ծրագիր անեն, որ բանը ավելանա։ Այս է հարցը, սա ինքնավստահ ուժի պահվածք չի, տեսեք, որ այս ափալ-թափալ խոստումները, այդ ոչ իրենց խոստումները կատարելը չի վկայում նրա մասին, որ իրենք ունեն սահմանադրական մեծամասնություն, ընդհանրապես մեծամասնություն, եւ մի նախադասություն ասեմ եւ կշարունակեք, իրենք 7 տարի, 8 տարի ասում են, որ պատմության աղբանոցն են նետել, օգոստոսի 8-ից հետո էլ խոսելու բան չունեն, ինչպես տեսնում ենք, կանք նարատիվները մեր հանրությանը ներկայացնում են ու հանրությունն է որոշում ԿՊ-ն չի որոշում։ Վարդանյան, այսինքն արդեն ընդդիմադիր ուժերի մեջ կա այդ պայմանավորվածությունը, որ ով ավելի շատ ձայն հավաքի, բայց այդ քվեն լինի 50+1-ից քիչ, բայց այդ օրինակ 3-ից լինի առավելը, մյուս երկուսը պետք է համախմբեն նրա շուրջ։ Ես 3-2-ի մասին չխոսեցի, հարգելի Նարեկ, ես պայմանավորվածությունների մասին չասի, ես պարզ տրամաբանության մասին խոսեցի։ Դրա մասին խոսել է նաև երկրորդ նախագահի իր ասուլիսում, ու շատ ուղիղ, ես անկեղծ եմ ասում։ Ես պայմանավորվածության մասին չեմ խոսել, չեմ ասել, դա չեմ էլ ակնարկներ, ես տրամաբանությունն եմ ասում։ Չէ, ես ասում եմ, որևէ պայմանավորվածություն չկա, ես տրամաբանությունն եմ ասում։ Եվ ավելին եմ ասում, ավելի պարզ բան եմ ասում։ Եթե ժողովուրդը կգնա որևէ ընդդիմադիրի կտա 50+1 կամ թույլ կտա տված ձանով ձևավորել մեծամասնություն, որևէ պայմանավորվածության կարիք չի լինի, այսինքն սիրելի քաղաքացիներ, դուք եք որոշում, նախընտրած ուժ ունեք, իրենց տվեք այնքան ձայն, որ եթե չեք ուզում համագործակցային իշխանություն լինի, որ այդ համագործակցության կարիքն էլ չունի։ Ես տրամաբանության մասին եմ խոսում, այս պայմանավորվածությունների առումով այն է դաշտում ինչ հրապարակվել է, այսինքն դաշինքներն եք տեսնել, որ ձևավորվում են կամ ձևավորման փուլում են կամ արդեն ձևավորվել են, այլ պայմանավորվածության մասին չեմ խոսում։ Տիկին Վարդանյան, տեսեք, ամերիկյան հարցումների է իշխանությունը, հողմարում եւ
ասում է, որ ձեր դաշինքը հազիվ 4% հավաքի խորհրդարան անցնելու եք, խորհրդարան անցնելու շանսեր չունեք, դուք այդպիսի այսինքն տեսել եք ժողովրդի մեջ նման վերաբերում ձեր ուժի հանդեպ, որ խորհրդարան էլ գուցե չանցնեք։ Լավ, եթե մեր դաշինքը խորհրդարան չի անցնելու, ինչի են անհանգիստ։ Պիտի ուրախանային, չէ՞ հիմա։ Ինչն է խնդիրը իրենց դեպքում, եթե չենք անցնելու, դա մենք պիտի հիմա այդ մտահոգվեինք, դեպրեսիայի մեջ լինեինք այդ առումով, որը մենք չենք, եւ իրենք պիտի որ մեզ չանադառնային ընդհանրապես, եթե իրենց ունեցած հավաստի տվյալներով, ոչ թե իրենց վճարած, որ դա ցույց տան ռոպագանդա անեն եւ այդպիսով փորձեն հանրային կարծիքի վրա ազդել, այդ արդյունքներով, եթե մենք չենք անցնում, ուրեմն իրենք հանգիստ կարող են այլ մեզ ընդհանրապես չանադառնալ։ Խոսում են իրենք ոչ թե անհանգստանում են, վախենում են, այլ խոսում են, որ չխաբեք ժողովրդին, իրենք Ինչու են խաբում։ Նա խաբելուց ով ՔՊ-ն թող չխոսի, ես հիշեցնեմ 21 թվականի նախընտրական ծրագիրը։ Գիտեք, հիմա խոսում են խաղաղություն ենք խոսք տալու, այս մի ծրագիրն ենք առաջարկելու։ Ժողովուրդ ջան, 21-ին որ ձեզ առաջարկեցին, քանի տոկոս արեցին դրա։ Հիշում եք, որ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա էին ձեզ խոստանում։ Այսինքն ինչ է փոխը, որ 21-ին խոստացել են, արել են հարություն աստիճան հակառակը, հիմա պիտի էլի նույն բանը խոշոր հաշվով 21-ին էլ էին, չէ՞, խաղաղություն խոստանում, անեն նույնն է։ Ինչ 21-ից հետո քանի հարձակում ու պատերազմ ա եղել, դրա մասին ընդհանրապես լռում եմ։ Այսինքն մենք գործ ունենք պաթոլոգիկ սուտախոս ուժի հետ։ Հիմա այս ուժի հայտարարությունները, ես ասում եմ, ուզում եմ ասել, ես կարող եմ պատասխանել, բանի մասին խոսել, մեր մարզային հանդիպումների գնում ենք, ինչպես են մարդիկ դիմավորում, ու դա մեր հարազատները չեն, բեմադրված չի, իշխանական ռեսուրս չի, ֆեյքերի պոակ չի, բայց ավելի տրամաբանական բան եմ առաջադրում Ես դիմաբան ասեցի, ես ասում ֆեյքերի պոակ եւ բայց ավելի տրամաբանական բան եմ առաջարկում։ Եթե ընդդիմադիրները անցողիկ շեմ հաղթարու խնդիր ունեն, 4%-ը դաշինքների համար անցողիկ չի։ ՔՊ-ն պիտի որ անհանգստանալու կարիք չունենա, ընդհանրապես քարոզարշավ էլ չաներ։ Բայց այս ՔՊ-ի պահվածքը քարոզարշավից շուտ քարոզարշավ անելը, ամբողջ իշխանական ռեսուրսները կենտրոնացնելը մենակ թե վերընտրվենք պատերազմի ժամանակ քարոզարշավ անելը չի վկայում նրա մասին, որ իրենք ճիշտ է հարցումներն են։